պարոն Սմբատյան, մանրամասն ներկայացրեցիք, թե ինչպես կարող են քվեարկել զինծառայողները։ Ես կուզեի հասկանալ, ինչ մեթոդներ, մեխանիզմներ է կիրառել կենտրոնական դրական հանձնաժողովը, որպեսզի զինծառայողների քվեարկության գաղտնիությունն ու թափանցիկությունը ապահովի։ Շնորհակալություն հարցի համար։ Կենտրոնական դրական հանձնաժողովը իր նախաձեռնությունները քվեարկության գաղտնիությունը ապահովելու համար ոչ միայն զինվորների համար է արել, այլ բոլորի համար։ Նախ բոլոր տեղամասային դրական հանձնաժողովներում, բոլոր տեղամասային կենտրոններում պատշաճ կահավորված քվեախցեր ունենք, որտեղ ընտրողը միայնակ է եւ այն 1750 մի քիչ ավելի տեղամասային կենտրոններում, որտեղ ունենք տեսախցիկներ, դուք ինքներդ կարող եք հետևել, թե ինչպես է դրված քվեախցերը, որպեսզի ոչ ոք չկարողանա ընտրողին հանկարծ ու հանկարծ մտքով անցնի վերահսկել։ Նախ դա քրեական հանցագործություն է, ընդ որում շատ բարձր պատժով։ Ընտրողը քվեախցում մենակ է, քվեախցում իր ընտրությունը ոչ ոք չի վերահսկում եւ դրանից հետո եւս ոչ ոք չի վերահսկում։ Մենք զինվորական մասերի համար տպագրել ենք ձեռնարկներ։ 1300 ձեռնարկ ենք տպագրել եւ Պաշտպանության նախարարության միջոցով բոլոր զորամասերին տրամադրել, որպեսզի եւ խնդրել, որպեսզի զինվորները ծանոթանան այդ ձեռնարկներին եւ նախ սովորեն քվեարկության կարգը եւ տեսնեն, որ իրենց քվեարկությունը գաղտնի է, ազատ է, իրենք պիտի քվեարկեն իրենց կամքով, ոչ թե ինչ-որ մեկի կարծիքով, իրենց կարծիքով, ոչ թե ինչ-որ մեկի կարծիքով եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ ցանկացած քաղաքացի, եթե ցանկանում է գաղտնի քվեարկել, ապա դրա հնարավորությունները ավելի քան կան։ Ոչ մի կերպ մեր քվեարկության քվեակարգի համակարգը հնարավորություն չի տալիս վերահսկելու ընտրողին։ Ոչ մի կերպ։ Ուղղակի պետք է ընտրողը ցանկանա քվեարկել գաղտնի եւ քվեարկել ինքնուրույն։ Եվ դրա մասին եւս բազմաթիվ նյութեր, տեսահոլովակներ, ելույթներ ունեցել եւ պատմել ենք, որ քվեախցում ընտրողը մենակ է, ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչ է անում քվեախցում նա, իր մնացած քվեաթերթիկները թողնում է քվեախցում, որտեղ բազմաթիվ քվեաթերթիկներ կան եւ հնարավոր չէ այդպես իմանալ։ Ընտրողը քվեախցից հետո ծրարը ոչ մեկին ձեռքից չի բաց թողնում, անգամ հանձնաժողովի այն անդամը, որը պիտի դրոշմանիշ փակցնի, իրավունք չունի ծրար վերցնի, ծրարին ձեռք տա։ Նա պետք է ծրարի ճեղքի միջոցով քիչ առաջ ես դրա մասին ասեցի, չեմ զլանում կրկնել, քվեաթերթիկի վրա փակցնի ինքնասոսացող դրոշմանիշ։ Հավատացեք, ընտրողը պաշտպանված է, բայց ցանկացած մարդ, որպեսզի ուզում է պաշտպանվել, առաջին նախ պիտի ինքը իրեն պաշտպանի։ Այդպիսի շատ լավ խոսք կա գերմանական։ Պաշտպանիր քեզ եւ բոլորը կպաշտպանեն քեզ։ Հավատացեք, մեր ընտրողը պաշտպանված է քվեախցում եւ ընդհանրապես ինքնուրույն իր կամքով իրականացնել քվեարկությունը։ Վերջում ասեմ, բայց այն թե ինչ որ բան